Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Պարոն Ավինյան, ով է մեղավոր։ Նախկինները 5-րդ շարասյունը, թե այնուամենայնիվ անձամբ Պուտինն է արդեն 3-րդ անգամ այրում աղբավայրը։ Ողջ քաղաքը ծխի ու փոշու մեջ եք խորտակել։ Սաղարթախի ծառերը կտրել սակուրա եք տնկել։ Դրա համար էլ Երևանում յուրաքանչյուր 42-րդ մարդը քաղցկեղ ունի։ Բոլորի ոտը կտրել, երիք եղավ բոլորը։ Պարոն Ավինյան, բավ է ակլորանակ, ավելի շատ զապ է շտալի եք կամ վախենալու։ Ձեզ այդպես ջղային անթիվ անգամներ ենք տեսել։ Օրինակ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի մասին խոսելիս, որ արդեն 3 տարի է խոստանում եք, որ 3 ամսից պատրաստ կլինի։ Կամ էլ երբ զգուշացնում եք, որ կպատժեք ցանցերը չտեղադրող կառուցապատողներին։ Պարոն Ավինյան, դուք որ դուրս եք գալիս, չեք տեսնում ամեն տեղ բուսնած նորակառույցների վիճակը, ցանց գոյություն չունի։ Ուր են պատիժները։ Ոչ կարողանում եք ջրահեռացման խնդիր լուծել, ոչ ձյուն մաքրել, ոչ ծառ տնկել, ոչ այգի բարեկարգել։ Քաղաքի կենտրոնում իբր քիչ էին խցանումները, ձեր փոփոխություններից հետո կրկնապատկվել են։ Քաղաքացիներին էլ դարձրել եք տուգանքի մատերիալ, տասնապատիկ թանկացրել եք գույքահարդն ու կարմիր գծերի վճարը։ Դու անգամ աղբահանության վճարն եք թանկացրել։ Որտեղ կոռուպցիա, այնտեղ ձեր անունն անպակաս։ Ու մի բան էլ ձեր հայրը Օպելի վարորդներին կոչում է համբալ։ Լավ, բա դուք ամոթ ունեք։ Չնայած կա մի բան, որ լավ եք անում, պարոն Ավինյան։ Լավ փարթիներ եք կազմակերպում, խոսք չկա։ Միգուցե հրաժարական տակ դառնաք իվենթ մենեջեր կամ թամադար, բայց ինչ վատ է որ։ Կարևորը դուք վայելում եք կյանքը, ստանում պարգևավճարներ, բիզնես կլասով ու ուղղաթիռներով ճանապարհորդում, կառուցում առանձնատներ ու նորանոր բիզնեսներ հիմնում։ Կյանք միասան, մի վայել քասա։ Ահա այս տեսակն է մայրաքաղաք Երևանի կառավարումը տոտալ ձախողած քաղաքապետը։ Ահա սա է կառավարող ուժի որակը։